Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, այս որոշման նախագծի ընդունումը բխում է մի կողմից Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունից, մյուս կողմից էլ հանրության շրջանում առողջ ապրելակերպն ու ֆիզիկական առողջ ակտիվությունը խթանելու նպատակով, նաև հանրային երթևեկության էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային ձևերը խթանելու անհրաժեշտությունից, որոնք կարող են նպաստել նաև խցանումների նվազեցմանը։ Մասնավորապես, կառավարությունը առաջնահերթ է դիտում հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խթանումը, և եթե նայում ենք մի քանի պարզ ցուցանիշների, դա շատ ակնհայտ երևում է։ Մասնավորապես կարող ենք տեսնել, որ 18-ի համեմատ մենք ավելի քան 10 անգամ ավելացրել ենք մասսայական սպորտին ուղղվող պետական հատկացումները հենց այս թիրախը ունենալով։ Պետք է նշեմ, որ 2021-ից ներդրվել են մասսայական սպորտի նոր միջոցառումներ, մասնավորապես վարչապետի գավաթի 5 մրցաշարերը, որոնք նպատակ ունեն զարգացնել և խթանել հանրության մասնակցությունը տարբեր մարզաձևերին, նաև մրցաշարերը կազմակերպելով տարբեր մարզային բնակավայրերում նպաստել այդ բնակավայրերի տնտեսական աշխուժացմանը։ Նախորդ տարի այս մրցաշարերին արդեն իսկ մասնակցել է ավելի քան 9600 մարդ, որը նախորդ տարվա ցուցանիշից 48%-ով ավելի է։ Նախորդ տարվանից մենք 3 մրցաշարեր վերափոխել ենք դպրոցական ձևաչափի, սեղանի թենիսի, թիմային խճուղավազքի և հեծանվավազքի, նպաստելու նաև դպրոցականների շրջանում սպորտով զբաղվելու և ֆիզիկական առողջ ակտիվության ցուցանիշներին։ Պետք է նշել, որ դպրոցական հեծանվավազքի կազմակերպման և դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանելու նպատակով նախորդ տարի ավելի քան 6500 հեծանիվներ են գնվել և տրամադրվել մեր հանրապետության բոլոր դպրոցներին, կազմակերպվել են նաև վերապատրաստումներ հեծանիվների ճիշտ շահագործման և գրագետ կիրառության համար։ Այս քաղաքականության շարունակությունն է ֆիզիկական առողջ ակտիվության խրախուսման շրջանակներում ներառել նաև բուհերի և մկու հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին, նրանց ևս խրախուսելով դիտարկել հեծանիվ վարելու հնարավորությունը ոչ միայն որպես նախասիրություն և ֆիզիկական առողջ ակտիվություն, այլ նաև սեփական առօրյան կազմակերպելու միջոց, օրինակ իրենց աշխատավայր կամ ուսումնական հաստատություն գնալու, գալու, առօրյա այլ հարցերը կազմակերպելու տեսանկյունից։ Այս նախագծի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմ, խրախուսելու մկու և բուհերի հաստատությունների այն սովորողներին և աշխատակիցներին, որոնք դիտարկում են հեծանիվը իբրև փոխադրամիջոց, ստանալ հնարավորություն մատչելի տարբերակով ձեռք բերել հեծանիվ անհրաժեշտ պարագաներում և այն գործածել առօրյայում։ Եվ սա նաև անհատական մակարդակում աջակցություն հանդիսանալով կարող է խթանել համապատասխան հանրային վարքականոնի ձևավորումը, որը լավ հիմք կդառնա նաև ընդհանուր առմամբ հանրային մշակույթի փոփոխության համար։ Ինչ ենք կոնկրետ նախատեսում։ Նախատեսում ենք, որ ֆինանսական օժանդակություն կտրամադրվի շահառուներին, որոնք արդեն նշեցի կարող են լինել բուհերի կամ մկու հաստատությունների աշխատակիցներ կամ սովորողներ, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով։ Նախատեսում ենք, որ վարկի գումարը կարող է լինել մինչև 300,000 դրամ, որը մեր վերլուծություններով միանգամայն բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվ ձեռք բերելու, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար մինչև 36 ամիս ժամկետով։ Եվ պետք է նշեմ, որ մենք ունենք նախնական վերլուծություններ հասկանալու, որ այս ծրագիրը կարող է բավարար ուրեմն հետաքրքրություն առաջացնել շահառուների շրջանում, մասնավորապես կուզեի մատնանշել ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակներում շուրջ 5000 հոգու շրջանում անցկացված հարցումները, որոնք որ հենց տրանսպորտային նախագծի մշակման ընթացքում են իրականացվել, որից պարզ է, որ այս պահին մեր բուհերի ուսանողների և դասախոսների, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցների շուրջ 0,3%-ն է, որ հեծանիվ է օգտագործում ուրեմն իր ուսումնական հաստատություն կամ աշխատավայր հասնելու համար։ Միևնույն ժամանակ հարցվածների առնվազն 3,2%-ը նշել է, որ կուզենար հեծանիվով հասնել իր աշխատավայր կամ ուսումնական հաստատություն, ինչը ցույց է տալիս, որ պատշաճ ենթակառուցվածքների ձևավորման և հեծանիվների կիրառումը խրախուսելու պարագայում ներկայումս հեծանվող տեղաշարժվող քաղաքացիների թիվը
կարող է էապես աճել։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համապատասխան հետաքրքրվածություն կա նաև հեծանվի վաճառքով զբաղվող ընկերությունների շրջանում, որոնց հետ եղել են տարբեր հանդիպումներ եւ այդ իմաստով կարծում ենք, որ այս ծրագիրը բավական իրատեսական է։ Ծրագրի հաստատումից հետո մինչև 2025 թվականի մայիսի 31-ը պետք է հաստատվի դրա իրականացման կարգը, համագործակցելով իհարկե Կենտրոնական բանկի եւ ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ, որտեղ կամրագրվեն արդեն կոնկրետ մեխանիզմները։ Դիմումների ընդունումը նախատեսում ենք մեկնարկել սեպտեմբերի 1-ից, այս տարվա համար նախատեսված միջոցները կիրականացվեն վերաբաշխման տեսքով նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների շրջանակներում, հետագա տարիների մասով նախատեսում ենք արդեն բյուջետային պլանավորման գործընթացով գնալ։ Այս պահին նախատեսում ենք այս տարի ունենալ շուրջ 500 շահառուղ։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, հարգելի գործընկերներ, մենք ըստ էության ինչ ենք ասում այս որոշման նախագծով, մենք այն ուսանողներին եւ դասախոսներին, ովքեր դիտարկում են կամ պատրաստ են դիտարկել հեծանիվով գնալ դասի եւ վերադառնալ տուն կամ հեծանիվը օգտագործել որպես տրանսպորտային միջոց, կառավարությունը պատրաստ է աջակցել այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով։ Այսինքն քանի տոկոսն ենք մենք սուբսիդավորում, Տիկին։ 16% է տարեկան դրույքաչափը եւ այդ ամբողջ հատվածը սուբսիդավորվելու։ Այսինքն զրոյացնում ենք տոկոսը։ Այո։ Տոկոսը զրոյացնում ենք բոլոր այն քաղաքացիների, ներողություն, ուսանողների եւ դասախոսների համար, ովքեր պատրաստ են հեծանիվը դիտարկել որպես փոխադրամիջոց, ինչը իհարկե նախ տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիր կարող է լուծել երկարաժամկետում, երկրորդը առողջ ապրելակերպի խթանումն է շատ կարևոր եւ համոզված եմ, որ մաքուր օդին դասի գնալը եւ մաքուր իհարկե օդն էլ պետք է մաքուր պահենք, այդ խնդիրն էլ կա զուգահեռ, բայց ամեն դեպքում հաստատ բանի մեջ դրսում ավելի մաքուր է, քան տրանսպորտի մեջ, թեկուզ համեմատության մեջ, եւ սա կարծում եմ լավ ծրագիր է, որը գիտեք հիմա հետեւյալ խնդիրը կա, օրինակ շատ են խոսում, ասում են քաղաքային իշխանությունները ինչի հեծանվային ուղիներ չեն ստեղծում եւ այլն, բայց նաեւ դա էլ է պետք հասկանալ, որ եթե դրա ռեալ պահանջարկը չկա, այսինքն քաղաքային իշխանությունը պետք է տեսնի, որ այնքան հեծանիվ կա, որ արդեն խնդրեմ է, հեծանիվները մեքենաներին են խանգարում, մեքենաները հեծանիվներին են խանգարում։ Հիմա խնդիրն է նա, որ մեքենաները հեծանիվներին խանգարում են, բայց հեծանիվները մեքենաներին չեն խանգարում, որովհետև այնքան քիչ են, որ տենց հարաբերություն չկա, այսինքն բալանս պետք է ձևավորվի, որ դա դառնա օրակարգ։ Հիմա ասենք, որ ոչ մի քաղաքային իշխանություն, որ տենց մոտիվացիա չունի, որ հսկայական կապիտալ ծախսեր անի, որ հեծանվային ուղիներ բացի, որովհետև դա նաև մյուս տրանսպորտային սխեմաների փոփոխություն է ենթադրում, որոշակի ջանք է ներդրում, դժգոհություն է նաև ենթադրում ավտոտրանսպորտից օգտվողների համար։ Եվ հետևաբար նախ պետք է դրա ռեալ պահանջարկը ձևավորվի։ Իսկ դրա ամենաառաջնային կրողները կարող են լինել ուսանողները։ Իմիջիալով այստեղ քաղաքական հարց էլ կա։ Հիմա մեր երկրում մի ինստիտուտ էլ է վերացել։ Համենայն դեպս այսօր Հայաստանում ոչ մի բնակավայրից քաղաքացիական պայմանագիր կուսակցություն անունով պազիկներ դուրս չեն գալիս ուսանողներին Երևան բերել եւ տանելու համար, որ իմ կարծիքով տենց բան շուտ տարօրինակ ինստիտուտ է։ Ես էլ եմ ասում, մենք գնում ենք Երևանից ինչքան 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավար գյուղ, մեկ էլ մարդիկ ասում են դե բան ուսանողական ձրի ավտոբուսը լինի, բայց ժողովուրդ ջան, ուսանողին ի՞նչն է խանգարում նստել հեծանիվ գալ դասի հետ գնալ իր տուն։ Այսինքն այստեղ իրոք շատ պարզ հարց է։ Ընդ որում հիմա ես վստահաբար կարող եմ ասել, որ հեծանիվով մենք այն ժամանակ դες մտածում ենք Երևանը հեծանիվ, ես անձամբ հեծանիվով Երևանի բոլոր ճակերտավոր անմատչելի տարածքները անցել եմ։ Որը վերջին անգամ ասեմ, բանից Կեցավայրից դուրս ենք եկել,
Բաղրամյան պողոտայով, Սարալանջի փողոցով, Նորք Մարաշով, Նորքի զանգված եւ այնտեղից կենտրոն։ Շատ նորմալ առավոտյան մարզանք է, բայց տենց սխեմա չկա, էլի, որ մեկը ստիպված լինի աշխատանքի գնալու կամ տուն հասնելու համար այդքան ճանապարհ կտրի։ Եվ պետք է ուղղակի այս խթանել քաղաքականություններով, որ մարդիկ մի քիչ ավելի սա հանրային հարաբերությունների մասին էլ է, էլի, որ այդ բաների այդ բանի գերիշխանության տրամաբանությունից այդ ջիպերի, Range Rover-ների այդ քաղաքական գերիշխանության տրամաբանությունը պետք է փոխել քաղաքացիական գերիշխանության տրամաբանությամբ, եւ այստեղ այդ քաղաքական սիմվոլիկան էլ կա իրականում։ Եվ զարմանալի է, որ մեր ուսանողությունը այս ինքը այդ նախաձեռնությունը չի ցուցաբերում, բայց հույս ունենք, որ գոնե կառավարության ցուցաբերած նախաձեռնությունից կօգտվեն։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իրոք կարևոր շեշտադրում արեցիք, ես կուզեի առանձնապես ընդգծել, որ սա միայն Երևանի մասին չի։ Եվ կարծում եմ, որ մեր տարբեր բնակավայրերում տեղակայված հաստատությունների, ուսանողների եւ աշխատակիցների համար շատ լավ հնարավորություն է, օրինակ պատկերացնենք Նոյեմբերյանի քոլեջի ուսանողը, որը պետք է մոտակա գյուղից գնա քոլեջ, դասի եւ վերադառնա։ Եվ բնականաբար այստեղ ունենք բազմաթիվ հարցեր կապված օրինակ հանրային տրանսպորտի առկայության, դրա մատչելիության, ժամերի հետ կապված եւ հեծանիվը նաեւ ազատություն է որոշելու սեփական օրվա ռեժիմը եւ կազմակերպելու այն այնպես, որպեսզի թե ուսման արդյունավետությունը լինի եւ թե նաեւ իր հետագա առօրյան կազմակերպվի եւ պետք է նաեւ հիշեցնեմ, որ քանի որ մենք մեր շատ ուսանողների գերակաղություններով կրթաթոշակ ենք տալիս, ըստ էության ստեղծում ենք հնարավորություն, որ այդ ստացած կրթաթոշակի սահմաններում իրենք կարողանան նաև հեծանվի ձեռքբերում իրականացնել եւ պետության այս աջակցությունը իրենց համար դառնա հավելյալ աջակցություն։ Սա ուղղակի ուզում եմ պարզ ասել, որ հասկանանք, որ շահառուների շրջանակը հենց նաև պետության այլ ծրագրերով բավականին ընդլայնելու հնարավորություն կա, ու մի բան էլ կուզեի նշել, որ մենք նաև արդեն իսկ մեր ուսումնական բոլոր հաստատություններին տեղեկացրել ենք, որ իրենք նաև նախատեսեն հեծանիվների համար կայանատեղիներ եւ այս անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորումը պետք է զուգահեռ սինխրոնացված ընթանա, որպեսզի այս ուրեմն աշխատանքի իրականացումը լինի տեղին եւ արդյունավետ։ Խոսել ենք նաեւ ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ ճանապարհային երթևեկության մասին օրենքում անհրաժեշտ կարգավորումները կան հեծանվի վարելու հետ կապված եւ եթե անհրաժեշտություն լինի լրացուցիչ ինչ որ կարգավորումների, դա նույնպես կհասցնենք քննարկել միջև բուն ծրագրի մեկնարկը։ Շնորհակալություն։ Խնդրեմ այլ դիտարկումներ չկան, ըստ այդմ հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը։ Դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալ։